Սարի աղջիկ վերջին զանգը հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Այդա Կարապետյանը հանդես է եկել նոր հրապարակմամբ ինստագրամյան հարթակում, նշելով, որ սիրելի ունի։ Այդայի ընտրյալը Արամ Խանսանամյանն է։ Դերասանուհին սիրելիի հետ հրապարակմանը կից խոստովանել է, որ չի սիրում անձնականը հանրային դարձնել, սակայն այս դեպքում բացառություն է անում։ «Չեմ սիրում անձնականը հանրայնացնել, բայց նկարը սիրել եմ, թող մնա էջում», գրել էր Այդա Կարապետյանը։ Այսօր էլ Այդան շատ ակտիվ գործունեություն է ծավալում նկարահանվելով ամենառեյտինգային հեռուստասերիալներից մեկում՝ «Վերջին զանգը» սերիալում։ Եվ ձեզանից քչերը գիտեն, որ Այդա Կարապետյանը բացի դերասանական գործունեությունից զբաղվում է նաև պարով։ Նա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին է։ Այդան սիրում է աշխատել, նա կարևորում է ու շատ սիրում աշխատանքը։ Աշխատելը հաճելի է, առավել հաճելի է, երբ զբաղվում ես սիրելի գործով ու կարողանում ես քո քրտինքով գումար վաստակել։ Իմ առաջին աշխատանքը կարելի է համարել Սարի աղջիկը հեռուստասերիալը։ Առաջին աշխատավարձովս հարազատներիս համար համեղ ուտեստներ էի գնել։ Այդան մի անգամ իր հարցազրույցներից մեկի ընթացքում խոսել էր այն մասին, որ միշտ ցանկացել է աշխատել, բայց մտածել է, որ աշխատել կսկսի 22 տարեկանում։ Նա նշել էր հետևյալը. «Ծնողներիս ևս ասում էի այդ մասին, բայց ասում էին դեռ սովոր եմ, հետո կաշխատեմ։ Հետո մայրիկիս հետ սկսեցի պար դասավանդել 4 տարեկան երեխաներին, քանի որ հմտություններս թույլ էին տալիս։ Դա այնքան էլ աշխատանք չէր, որովհետև զբաղվում էի ազատ ժամանակ, բացի այդ ցանկանում էի դերասանուհի դառնալ։ Երիտասարդ աղջկա համար ոգևորիչ է այս տարիքում իր գումարն աշխատելու փաստը։ Աշխատելը հաճելի է, առավել հաճելի է, երբ զբաղվում ես սիրելի գործով ու կարողանում ես քո քրտինքով գումար վաստակել։ Իմ առաջին աշխատանքը կարելի է համարել Սարի աղջիկը հեռուստասերիալը, որտեղից էլ, ինչպես արդեն նշեցի, առաջին աշխատավարձովս հարազատներիս համար համեղ ուտեստներ էի գնել։ Հիմա չեմ ծրագրում ինչպես ծախսել գումարս։ Երբ ինչ-որ բան ծրագրում եմ, հակառակն է լինում», նշել էր դերասանուհին։ Ըստ երիտասարդ դերասանուհու, հաճելի է տեսնել արած աշխատանքի արդյունքը։ Երբ ինքդ ես աշխատում, հասկանում ես աշխատանքի արժեքը։ Իհարկե, ծնողներիդ աշխատանքի դեպքում էլ ես հասկանում, բայց քո աշխատանքը լրիվ այլ է։ Ծնողներդ ամբողջ կյանքում քեզ համար են աշխատում։ Լավ զգացում է, երբ թեկուզ փոքրիկ հարցում կարողանում ես նրանց օգնել։ Ինձ շատ են հարցնում, հոգնում եմ, պատասխանում եմ՝ այո, բայց հաճելի հոգնածություն է։ Հիմա կարողանում եմ ինքնուրույն հոգալ ծախսերս, նույնիսկ ուսմանս վարձն եմ մասամբ վճարել։ Շատ թանկարժեք գնումներ չեմ անում, ամեն ինչ չափի մեջ եմ անում։ Պարտադիր չէ, որ միայն թանկարժեք իրը ինձ դուր գա», նշել էր նա։ Այդան նկատեց, որ հիմա կայացման փուլում է։ Կարելի է ասել, ինչ-որ չափով ինձ կայացած եմ զգում։ Բայց հիմա կարծես կայացման մրցուղու սկզբում լինեմ։ Բարդ է համատեղել դասերն աշխատանքի հետ, բայց փորձում եմ հասցնել։ Ուզում եմ շտկել թերություններս, աշխատանքս լավ կատարել, կատարելագործվել, ինչի համար պետք է շատ աշխատել։ Սկզբում մտավախություն ունեի, որ չեմ հասցնի այս ամենը, փաստորեն հասցնում եմ։ Նաև վախ ունեի կապված դերասանական անձնակազմի հետ, քանի որ գրեթե բոլորը պրոֆեսիոնալներ են։ Ես նոր էի այս ասպարեզում ու շատ էի բարդույթավորվում, բայց անձնակազմն այնքան ջերմ ընդունեց ինձ, որ ամեն բան հեշտ անցավ, ասաց նա ու հավելեց, որ նաև ներքին ինքնավստահություն է ձեռք բերել։ Ներքին ինքնավստահություն ունեմ, բայց չեմ մեծամտածել։ Տեսակով նույնն եմ, մտերիմներս կփաստեն դա։ Այնպես չէ, որ շատ հայտնի եմ, բայց հաճելի է, երբ գնահատված ես լինում։ Անդրադառնալով նկարահանվելուց հետո անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխություններին, Այդան ասաց. «Անձնական կյանքումս փոփոխություններ չկան։ Երկրպագուներս մի փոքր ավելացել են, բայց չեմ կարծում, թե դա մեծամտանալու առիթ է։ Դեռ չեմ մտածում անձնական կյանքիս մասին։ Երբ ժամանակը գա, երբ սիրեմ ու սիրվեմ, փոփոխություններ կլինեն», անկեղծացել էր Այդան դեռ այն ժամանակ, երբ 18 տարեկան էր։ Նշենք նաև, որ Այդա Կարապետյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում նաև սոցիալական հարթակներում։ Ինստագրամյան իր էջում Այդան հաճախ հրապարակում է տարբեր լուսանկարներ ու դրանցից նաև գրառումներ անում։ Հերթական անգամ մեկ լուսանկարին կից դերասանուհին գրել էր. «Խենթանում եմ ճանապարհորդելու համար։
միշտ շատ էներգիայով հետ եմ վերադառնում։ Սիրում եք ճանապարհորդել, հրապարակմանը կից գրել էր նա։ Մեկ այլ գրառմամբ էլ Այդան հետևյալն էր փաստել իր մասին. բնությունն իմ տարերքն է, ինձ գեղեցիկ վայրեր առաջարկեք հենց Հայաստանում, հրապարակմանը կից գրել էր դերասանուհին, մեկնաբանություններում իր հետևորդներին դիմելով, որպեսզի օգնեն Հայաստանում նոր վայրեր բացահայտել։ Սարի աղջիկը հեռուստասերիալի ավարտից հետո ևս Այդա Կարապետյանը մասնակցել էր հարցազրույցի ու պատասխանել իր հույզերի մասին։ Երիտասարդ դերասանուհու խոսքով տխուր է, որ հեռուստասերիալն ավարտվում է, բաժանումը բարդ է։ Նախագիծը ինձ այս ասպարեզում փորձ է տվել, շատ բաներ սովորեցի, ունեցա նոր շրջապատ, շատ լավ ընկերներ, որովհետև առավոտից երեկո գործընկերներիս հետ էի։ Շատ լավ է, երբ այդ միջավայրը լավն է լինում ու հաճույք է ստանում մարդկանց հետ աշխատանքից։ Երբ նոր էի նկարահանվում, խոսակցություններ կային, որ պապիկիս Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի միջոցով էի ընտրվել, բայց դա այդպես չէր, ինչի մասին ասացի հարցազրույցումս։ Դրանից հետո մարդիկ հասկացան, որ արդար եմ ընտրվել ու խոսակցությունները դադարեցին, նշել էր դերասանուհին։ Ըստ Այդայի, ընտանիքի անդամները դեմ էին, որ նկարահանվեր, բայց հիմա համակերպվել են։ Մայրս սիրով դիտում է, ինձ հետ հավասար լացում։ Ընտանիքս ինձ ոգևորում է, դեմ չեն, որ այս ուղին շարունակեմ։ Հիմա ուզում եմ ավարտել ուսումս, պարի ասպարեզում։ Պարը չեմ թողել, ամեն օր պարում եմ։ Կարողանում եմ ժամանակ հատկացնել և նկարահանումներին, և պարին։ Ճիշտ է, մի քիչ հոգնում եմ, բայց ստացվում է։ Երկուսն էլ իմ կյանքում մեծ տեղ ունեն, երկուսն էլ շատ եմ սիրում։ Որն էլ հիմա թողնեմ, հաստատ շատ կկարոտեմ։ Այդ պատճառով էլ փորձում եմ այնպես անել, որ կարողանամ համատեղել, ոչ մեկի պակասը չզգամ, նշել էր նա։ Այդան նկատեց, որ նկարահանումների սկզբնական շրջանում որոշակի բարդույթներ է ունեցել։ Սկզբում խաղընկերներիցս բարդույթավորվում էի, ամաչում էի նայել նրանց աչքերին, բայց հետո նրանց ու իմ աշխատանքի շնորհիվ հաղթահարեցի այդ բարդույթը։ Նաև չէի ուզում, որ իմ պատճառով դերասանները մեկ տեսարանում նկարահանվեն մի քանի անգամ, ինչից ավելի էի լարվում, բայց դա էլ անցավ։ Բնական է, փորձ չունեի, չէի հասկանում, թե շուրջս ինչ է կատարվում։ Ընթացքում սովորելու հետ մեկտեղ վախերն ու բարդույթները անցան, պատմել էր դերասանուհի Այդա Կարապետյանը։ Նա նաև նշեց, որ երբեք հայտնիության չի ձգտել, հիմա էլ հատուկ ոչինչ չեմ անում, որ իմ մասին խոսեն։ Ուղղակի սիրում եմ դերասանական արվեստը, դա միայն հեռուստասերիալներով չի սահմանափակվում, ուզում եմ նաև թատրոնում խաղալ, անկեղծացել էր դերասանուհին։